պարկում ես քնելու, ամեն ինչ կարած թողես, մենակ խիղճդ չես կարող հանես քո վրայից։ Իսկ ինչպիսի մարդ է Բակուր Մելքոնյանը ընտանիքում։ Ես այսինքն չեմ փորձում ինձ տարբերակել ինչ-որ մի տեղ ուրիշ, ես ինձ պահում եմ բոլոր տեղում այնպեսին ինչպեսին կամ։ Իսկ բիզնեսում ինչն է շատ հաճախ իրավիճակներ փրկել, ճիշտ որոշումները, թե ճիշտ խոսքը։ Չկա գործարարի որևէ դպրոց կամ որևէ բան, որ ասի ես դու սա եթե սա անես, դու հաստատ դառնաս լավ գործարար։ Երբեմն թվում է, թե մենք ենք երեխաներին սովորեցնում կյանքը, բայց իրականում նրանք են սովորեցնում մեզ ամենաթանկը, անկեղծորեն սիրել, անկեղծ լինել։ Բիզնեսը հեծանիվ քշելու նման է, ովքեր հեծանիվ քշել են շատ լավ պատկերացնում են, երբ դու հեծանիվը քշում ես դանդաղ, ինքը բավականին դժվար է, երբ արագ, հետո այն լրիվ որ արագ ես գնում, մենք փոքրուց հիշում եմ, մենք ձեռքերը բաց ենք թողում, սենց ինքը գնում է։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Նեկտար էկոպրոդուկտը նոր, ճոխ և պրոֆեսիոնալ բովանդակությամբ։ Բրենդը ստեղծում է դեմքի, մազերի և մարմնի բնական խնամքի միջոցներ, ստացել է միջազգային էկոսերտիֆիկատ, որն էլ վկայում է անվտանգության, բնականության և պրոֆեսիոնալիզմի մասին։ Մարդ, ով ծնում է գաղափարներ, ստեղծում հնարավորություններ և գնահատում ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը։ Հեռանկարային առաջնորդ, ով լսում է, ներշնչում և ձախողումները ընդունում է որպես փորձառություն, նա վայելում է կյանքի յուրաքանչյուր պահը։ Մեր հյուրն է Բակուր Մելքոնյանը։ Շնորհակալություն, պարոն Մելքոնյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Մելքոնյան, միշտ հետաքրքիր է, ինչն է մարդուն մարդ դարձնում, ինչն է կերտում իր մարդ տեսակը, առավել ևս մի առաջնորդի, ում ճանաչում են ամբողջ երկրով։ Արդեն ներքին խղճի հարց է իմ կարծիքով, որովհետև ես միշտ ասում եմ, եթե ինչ-որ մի բան անում ես, դու շահի հետևից գնալով այդ շահը կարճ ժամանակ է քո հետ, իսկ խիղճը անընդհատ է քո հետ, այնպես որ մի քայլ անելուց միշտ հաշվի առ ինչ ձևով դա կանրադառնա քո խղճին, երբ պարկում ես քնելու, ամեն ինչ կարած թողես, մենակ խիղճդ չես կարող հանես քո վրայից։ Կարծում եմ ամենակարևորը լսել խղճին եւ ըստ խղճի անել ցանկացած քայլ, նույնիսկ դա կլինի բիզնես քայլ, դա կլինի ցանկացած քայլ։ Իսկ կա ներքին գիծ, որ ձեզ ձևավորել է այնքան, որ այսօր առանց դրա Բակուր Մելքոնյանը կլիներ այլ մարդ։ Քիչ առանձնացնել այդպես մի գիծ երևի թե սխալ կլինի, մի գծով մարդուն բնութագրելն էլ ընդհանրապես իմ կարծիքով սխալ, դրանք ինչ որ փաթեթ կարելի է համարել, որի սկզբունքները պահելով մարդը ձևավորում է իրան, մի տեսակով երևի թե դժվար կնկարագրեմ։ Այսինքն կարելի է ֆիքսել, որ ձեր բնավորության գծերի մեջ առավել շեշտադրված է սկզբունքայնությունը, որն էլ ձեր համար ճշգրիտ ուժ է։ Սկզբունքայնությունը մարդկային առումներով ասած, որովհետև սկզբունքային բառը մի քիչ վտանգավոր բառ է, ես մի քիչ կիսահումորային բանով պատասխանեմ, որովհետև սկզբունքային կար, երբ ընկերս հանդիպեց, ասաց այն ժամանակ հիշում ես դու սենց էիր ասում, հիմա ինչ փոխել ես, սկզբունքդ ասում, դա սկզբունք չի էլի, բայց այդ ժամանակ տենց ես մտածում, ավելին ասեմ, եթե դու 15 տարի առաջ ինչ որ ձև ես մտածել ու հիմա դու նույն ձև ես մտածում, դա շատ վատ է։ Հնարավոր չի դարի այս արագ փոխվելու ընթացքում դու նույն կարծիքին լինես։ Եթե չես փոխվել, նշանակում է դու առաջ չես գնացել։ Բնականon աճ է եւ նաեւ կարելի է ասել, որ էմոցիոնալ առումով հասունանում ենք մենք տարիքին զուգահեռ։ Բնականաբար կյանքը փոխվում է, ամեն ինչ փոխվում է, կողքշրջապատը, տեմպը, մարտահրավերները, գործելաոճը, ապրելաոճը։ Եթե ընդհանրենք ես որ պատկերացնում եմ 20 տարի առաջ կյանքի տեմպը, այդ ամեն ինչը լրիվ ուրիշ ձևով էր, հիմա բացարձակապես ուրիշ է այսօրվա դիջիտալ դարում այլ ձևով մտածել են այն ժամանակ նույն ձևով ինչ որ հիմա է, կարծում եմ դա աբսուրդ է։ Իսկ հետաքրքիր է ինձ մարդկանց ճանաչելու եւ ձեր կյանք ներգրավելու բնույթը դուք ունեցել եք ի սկզբանե, թե դա եկել է փորձառությամբ։ Բնականաբար փորձառությունը մեծ դեր է խաղում, բայց հիմա էլ ես շատ դեպքերում է լինում, որ սխալվում եմ, այդ իմ հատկություններից մեկն է, ինչի եմ սխալվում եւ ինձ նշում են ես որ ինչի եմ սխալվում, ես էլ գիտեմ ինչի եմ սխալվում, որտեղ վստահում եմ, բայց ոնց նույնիսկ sense կոպիտ հաշվարկով ինձ ձեռնտու ավելի երբեմն սխալվել, բայց մարդուն սկզբից վստահությամբ լինել եւ անընդհատ կասկածով չվերաբերվել բոլորին, ես ի սկզբանե բոլորին վստահում եմ։
ում ճանաչում եմ, ում հետ շփվում եմ, ի սկզբանե վստահում եմ, ճիշտ է, լինում են դեպքեր, երբ այդ վստահությունը իհարկե չի արդարանում, բայց այդ դեպքերը ի ուրախություն ինձ ավելի քիչ են, շատ անհայմատ ավելի քիչ են, քան այն դեպքերը, երբ վստահության շնորհիվ ես ձեռք եմ բերում լավ ընկերներ, լավ շրջապատ, լավ գործընկերներ։ Դրա համար ու նաև հոգեկան այդ խղճիդ վրա հոգեկան լավ վիճակ, որ ինչ որ մեկին անիմաստ տեղը չես կասկածել, որտեվ կա չէ սկզբունք ասում ասել, ի սկզբանե մարդուն մի անգամից կասկածի, ես դա չեմ ընդունում, ես հակառակը ի սկզբանե մարդուն վստահում եմ։ Հետո եթե ինչ որ քայլերի պատճառով մի բան են չլինում, օքեյ, կասկածիր կամ ստուգիր, բայց ի սկզբանե կասկածանքով մեկի հետ մտնել ինչ որ գործարքի կամ շփման, իմ կարծիքով սխալ է, միգուցե վերջնահաշվարկով նորից շահի առումով ավելի լավ լինի, որովհետև ձեր կորուստը համեմատ ավելի քիչ կլինի, հա, բայց հոգեբանական վիճակով դու անընդհատ լարվածության, անընդհատ հոգեկան վիճակը բանի մեջ է, դու անընդհատ կասկածում ես, անընդհատ բոլորին կասկածում ես, պատկերացնում եք այդ վիճակը, տենց մարդ գիտեմ ծանոթ, ինքը բոլորին կասկածում է, ու դա ծանր վիճակ է, հոգեբանական իրականում ծանր վիճակ է։ Ես բոլորին վստահում եմ։ Սովորաբար ասում են, որ մարդ դիմացինի մեջ տեսնում է իր բնավորության գծերը, դուք լինելով ազնիվ առաջնորդ սկզբում վստահում եք մարդկանց։ Պարտադիր վստահում։ Ես միշտ այն կարծիքին եմ, որ ուժեղ կայացած տղամարդկանց կողքին ընտանիքն է, կնոջ, խելացի կնոջ գործոնը։ Դուք միշտ շեշտադրում եք բիզնեսում ձեր կնոջ աջակցության մասին, ես կուզենամ խոսեք այդ մասին, ինձ շատ հետաքրքիր է։ Շատ կարևոր հարց տվեցիք, այսօր ուրախ դեմքով կմտնեմ ներս, շատ կարևոր է կնոջ դերը, որտեվ ես նույնիսկ ինձ ավելի շատ ոչ թե համարում եմ, մի քանի կարծրատիպեր կա, որոնք համարում եմ, որ ես կոտրել եմ այդ ընդունված կարծրատիպերի շրջանակում, դա օրինակ, որի մասին շատ խոսում եմ, շատ անձանցով, ընդհանրապես գործընկերներով գործ անելը, որը ընդունված է, որ չէ, ոնց է մեր հայերի մեջ ընդունված, որ մեկ հոգով է ճիշտ անելը գործընկերը լավ բան չի։ Մենք վերջին ինչ պրոյեկտներ անում ենք, շատ մեծ քանակի գործընկերներով ենք անում, հաղթարելով այն բարդությունները, որոնք ծնվում են, բայց ես ուզում եմ գալիս եմ կոտրելու այդ կարծրատիպը, որ հակառակը, եթե դու ուզում ես քո գործը առաջ գնալ, ուզում ես ուժեղ լինես, հզոր լինես, ինչքան շատ գործընկեր այնքան լավ, բայց առաջին կարծրատիպը, որ կոտրելի կնոջ հետ, սեփական կնոջ հետ գործ անելն է, որ շատերը զարմանում են, անցել ենք իհարկե նաև այդ դժվարությունների միջև, որովհետև բիզնես եւ անձնական կյանքը այստեղ իրականում բախում կա եւ այդ բախումը ֆիլտրելը եւ ճիշտ դնել կոնստրուկտիվ դաշտ մտցնել բիզնես հարաբերությունները ժամանակ է պահանջել, բայց այդ շատ հաջողությամբ ստացվել է եւ տվել է իր լավ արդյունքը։ Եվ այստեղ իհարկե երբ ինձ հարցնում են, ասում են վերջերս ելույթ ունենալուց հարցրեցին կնոջ հետ արժի գործ սկսել, ի սկզբանե ասում եմ դուք պատկերացնում եք մեկից ավելի վստահելի մարդ, որտեղ բիզնեսը նոր սկսելուց դուք չունեք այն մեխանիզմները ստուգելու, ինչ որ ապահովելու անվտանգության, հա, նույնիսկ այդ դիմացինին հասկանալու, հիմա ոնց է ընդհանրապես Արխան չունի անվտանգության բաժին, ֆինանսական բաժին, մյուս լիքը բաժիններ, որոնք մեկը մեկին վերահսկողությամբ սիստեմ վերջի սկզբնական փուլում այդ ոչ մի բանը չկա։ Ամեն ինչը հենվում է բիզնեսը նոր սկսելուց, բնականաբար հենվում է վստահության վրա, եւ ով է ավելի վստահելի մարդը, եթե ոչ քո կեսը։ Իսկ հետաքրքիր է, լավ գործընկերներ եք դուք, անձնական կյանքը մի կողմ դրած։ Շատ լավ, որովհետև իրար շատ լավ լրացնում ենք, նաև եղել է, որ փորձ նորից էլի կյանքն է ցույց տվել, երբ ինչ որ մեկը փորձել ենք մյուսի գործը արել, լավ չի ստացվել եւ որոշել ենք, որ ամեն մեկս մեր գործից այդ գիծը գծվել է, կարճ ասած, հա, գործի բաժանման գիծը շատ հստակ գծվել է ու դրա արդյունքում լավ ունենք այն ինչ որ ունենք։ Իսկ ինչպիսի մարդ է Բակուր Մելքոնյանը ընտանիքում։ Այդ երևի կնոջս հարցնեք, ես ինչ չգովամ։ Նորից հանգստություն սիրող նույն բնույթի չեմ կարծում, դες մեծ տարբերություն կա ընտանիքում թե դրսում, ամեն մարդ ես այսինքն չեմ փորձում ինձ տարբերակել ինչ որ միտեղ ուրիշ, ես ինձ պահում եմ բոլոր տեղերում այնպեսին ինչպեսին կամ, դա նաև օրինակ արտահայտում է
նույն Facebook-յան post-երում, որտեղ որ շատեր ընկերներից հարցնում են, ասում են այդ post-երը ով է գրում, ես ասում ոչ ոք, ես իմ կյանքում ինչ պատահում է, վերցնում եմ դրանք արտացոլում եմ, դրա համար էլ տենց պարզ ու բան է ստացվում, որևէ անկեղծ է ստացվում, որևէ բան չեմ դրա համար անում, որևէ ինչ որ մարդն քաշում այդ գործի մեջ, որ մեկը ինձ օգնի դա գրել, կամ հատուկ դրա համար ժամանակ, կամ հատուկ նստել մտածել, ինչ կարելի է գրել, ինչ պատահում է իմ կյանքին, դա տալիս եմ Facebook-ին, այսպես ասած։ Հաղորդման հաջորդ հովանավորն է Իրավունքի համահայկական ակադեմիան, որը իրավագիտակցության զարգացմանը ուղղված կրթական ծրագրեր է իրականացնում 6 տարեկանից սկսած երեխաների և պատանիների շրջանում։ Վերջերս նաև նկատեցի, որ սկսել եք բլոգ վարել բիզնեսի վերաբերյալ, ինչպես ծնվեց այդ գաղափարը, արդյոք ձեզանից շատ ժամանակ չի խլում որպես գործարարի։ Նայեք, իրականում ես զբաղուց երկար ժամանակ արդեն, որ բուն բիզնեսի մասով ավելի քիչ եմ զբաղվում, քան կարելի ասել հասարակական գործունեությամբ, ինչպիսին են նաև բիզնես ակումբները, որոնց Հայաստանի լավագույն 2 բիզնես ակումբների հիմնադիր անդամ եմ հանդիսանում, հասարակական գործունեությունը, որովհետև համարում եմ, որ ընդհանուր միջավայրը, եթե համապատասխան եղավ բիզնեսի համար, ընդհանուր միջավայրը լավ եղավ բիզնեսի համար, ցանկացած բիզնեսմեն իրեն լավ կզգա, բիզնեսը կսկսի լավ աճել, այնպես որ իմ գործունեության մեծ մասը հենց ուղղված է բիզնես միջավայրի ձևավորմանը, որովհետև նույն օրինակ խոսեցին գործընկերների մասին, ինչի երկու հայ գործարարներ իրար այդ գործընկերություն չեն կարողանում անել, ոչ թե նրանից է, կամ երկու հրեաները կարողանում են, երկու հայերը չէ, ոչ թե նրանից է, որ երկու հրեաները գործարարները բոլոր պարկեշտ են, հայ գործարարները բոլորը պարկեշտ չեն, դրա համար արդյունքում չի ստացվում, ինչ որ մեկը մեկին գցում է կամ խաբում է, այս տարածված բանը եզրույթն է պտտվում, այլ պարզապես հրեաների մոտ կա այդ բիզնես մշակույթը, ինչպես պետք է իրար հետ աշխատել, կանոնակարգված է։ Սա մեր մոտ չկա, դրա համար ես մեծ մաս ժամանակի տրամադրում եմ այդ ուղղությամբ եւ այս սկսելը, իհարկե ես հումորային եմ դրան պատասխանում, ասում են ինչից սկսեցիր, ասում եմ դե մանավանդ TikTok մտնելը, որովհետև ես TikTok-ում ընդհանրապես չկայի, ընդամենը 2-3 օր, մի քանի օր առաջ եմ TikTok-ում առաջ անգամ post գցել, այդ էլ մեր մարքեթինգային բաժինը թիմը ով ղեկավարում է աղջիկս, ասեց պապ, ոնց որ TikTok-ում տենց լավ բան չկա, ասեցի թե դուք չեք ուզում փող վճարեք, ծրի մարդ եք խոսալու, որ ձեզ գովազդի, իհարկե սա կատակով, բայց իմաստը դա է, որ հարցերը քանի որ շատ են, անձնականով եթե ես նայեմ իրական ինչքան նամակներ են գալիս ինձ բիզնես հարցերի տեսքով, ու ժամանակը արդեն սկսում է չհերիքել, ես հասկացա, որ այդ շատերին է հետաքրքրում եւ ընդհանրական այդ հարցերը, որոնք վերաբերվում են քո բիզնես սկսելուն, ընդհանրապես սկսել չսկսելուն, բիզնես հարաբերակցության, գործընկերության եւ նորից ոչ թե ամենակարևորը ոչ թե ինչ-որ գրքային տարբերակով, այլ իմ կյանքի փորձից եմ կիսվում։ Եվ մի կարևոր բան եմ ստեղ անպայման շեշտում, որ նայեք բիզնեսը երեք ենք նաեւ ընկերոջս ծանոթ զրուցում բիզնես խորհրդատվության մասով, որ բիզնեսը այն մի կատեգորիան է, որ չես կարող դու ասել սա պահի ու դու կդառնաս գործարար ու բիզնեսդ կհաջողի։ Բիզնեսմենի հենց միակ այդ խնդիրը, այսինքն ես կարող եմ ասել դուք եթե մեկը գալիս է ուզում է դառնա, չգիտեմ, սպորտով զբաղվի ինչ-որ մի տեսակ, դու նայում ես իրան, այս տվյալներ ունի, սա լավ է, եթե դու առավոտից երեկո սենց անես, այս դիետան պայես, սենց մարզվես, ասում ես դու կհասնես այս հաջողության։ Հաշվապահ ես ուզում դառնալ, սա պետք է անես, սա, եթե սա սովորես, սա ունենաս, դու հաստատ կլինես Չկա գործարարի որևէ դպրոց կամ որևէ բան, որ ասի ես դու սա եթե սա անես, դու հաստատ կդառնաս լավ գործարար։ Չկա։ Հասկանում եք, դրա համար է, որ երբ որ հարցնում են ինձ, ասում են, իսկ ինչ կասեք, ինչ բան անեմ, ասում եմ ամենակարևորը դուք լսեք, բայց որոշումը կայացրեք դուք, որովհետև չկա ինչ որ մեկը, որ ձեր փոխարեն կարող ասի դուք գործարար եք, թե գործարար չեք, բնութագիր տա։ Գործարարները իրարից այնքան մեծ են տարբերությունները, որ բերել ընդհանրական ես կարողացել եմ ընդամենը մի 3-4 գիծ գտնել, որոնք ընդհանրական են, բայց մնացած շատ տարբեր են գործարարները իրարից։ Այդ մասով թերևս
ես կարծում եմ, որ անընդհատությունը եւ համառությունը շատ կարեւոր գործոններ են, չէ՞, թեկուզ ցանկացած ոչ միայն բիզնեսում, այլ ցանկացած հարցում հաջողություն գրանցելու համար։ Բիզնեսում դա շատ ընդգծված է, բիզնեսի լավագույն օրինակը միշտ բերում եմ, հեղինակը ես չեմ, հեղինակը չգիտեմ էլ, բայց տարածված աքսիոմա է, բիզնեսը հեծանիվ քշելու նման, ովքեր հեծանիվ քշել են, շատ լավ պատկերացնում են, երբ դու հեծանիվը քշում ես դանդաղ, ինքը բավականին դժվար է, երբ արագ, հետո այն լրիվ որ արագ ես գնում, մենք փոքրուց հիշում եմ, մենք ձեռքերը բաց էինք թողում, սենց ու ինքը գնում է, բիզնեսը դա է, հենց կանգնեցիր ինքը շուռ է գալ, բիզնեսի առանձնահատկությունն է դա իրականում, որտեվ ոչ բոլոր տեղերն են, օրինակ մասնագիտական բաներ կա, որ դու կարող ես մասնագիտություն ելնելով որոշ ժամանակ չզբաղվել, հետո նորից վերհիշել եւ շարունակել քո մասնագիտությամբ, հա, մի քանի ամիս անցնել, նորից update լինել, անցնել, բիզնեսը դա չի ընդունում, հնարավոր չի բիզնեսում լինել, ինչ որ մի բան նորից չլինել, նորից լինել, նորից չլինել, սենց չի լինում, բիզնեսը սիրում է անընդհատ շարժ, անընդհատ արագ գնալ, չի լինում մի պահ կանգնես, ինքը հետ կգնա շատ արագ։ Պարոն Մելքոնյան, վերջապես բիզնեսը մարդկանց մասին է։ Դուք թերևս պատասխանեցիք այս հարցին, բայց կուզենամ եւս մեկ անգամ ֆիքսենք ու անցնենք առաջ։ Դուք մարդկանց ընտրում եք պրոֆեսիոնալիզմը, տեղեկացվածությունը հաշվի առնելով, թե մարդու էներգետիկայով եք ընտրում մարդուն։ Նայեք, շատ կարևոր է, երբ բիզնեսի որ փուլի մասին ենք խոսում, պետք է ուղիղ ասեմ, անկեղծ լինեմ, որ ինքը նույն ընտրությունը չպետք է անել բոլոր փուլերում, այսօր ասել, չգիտեմ, Apple կորպորացիան ինչ որ աշխատակից է ընտրում ելնելով իր էներգետիկայից կամ դրանից, երբ ունի մի քանի 100,000 աշխատակից, չի կարող այնպես բան լինել, հա, բայց երբ մենք խոսում ենք սկզբից բիզնեսը սկսելու մասին, ամենակարևոր հենց խնդիրը դրա մեջ է, եւ դուք ոչ թե սկսում եք բիզնեսը սկզբից աշխատակից վերցնել, դրանք թիմակիցներ են, դրանք մարդիկ են, որոնք լինելու են սկզբից ձեր հետ, որ զարգացնեն ձեր բիզնեսը, դրա համար սկզբնական փուլում երբ դուք չունեք այդ մեծ կորպորացիան, երբ դուք չունեք այդ HR բաժինը, անվտանգության բաժինը, մյուս բաժինները, բնականաբար ամենակարևորը, որ բիզնեսի առաջնային փուլում ընտրեք այդ էներգետիկայով մարդկային հատկություններով աշխատակցին, թիմակցին, գործընկերոջը։ Իսկ կհիշեք դեպք, երբ ձեզ մոտ ինտուիցիան ավելի ճիշտ արդյունքի է հանգեցրել, քան փորձը։ Նայեք, ինտուիցիան բնականաբար շատ կարևոր հատկություն է իրականում, ասել, որ ավելի շատ դու սենց թնենց բիզնես գործարար ավելի շատ ինտուիցիայով է գնում, որովհետև եթե մենք գնում ենք հաշվարկներով, դա արդեն ընդունված բան է, չէ, ասում ամենավատ գործարը դա ֆինանսիստն է, եթե դուք լավ հաշվարկ անեք, հա, ընկերները երբ ասում են ֆինանսիստի ծաղում են, բայց իրականում դա այդ փորձն էլ կա, ես ճանաչում եմ շատ մոտիկ հարազատ քո ընկերներ ունեմ ֆինանսիստներ, որոնք փորձել են գործել բիզնեսով զբաղվել եւ չի ստացվում, որովհետեւ ցանկացած բիզնես, որ մի հատ լավ հաշվարկ ես անում, չարժի սկսել։ Իսկ ֆինանսիստները հաշվում են այդ ամեն ինչը, գործարը գնում ավելի շատ ինտուիցիայով։ Նույնիսկ այն դեպքում, եթե համարենք, որ կարա ինքը սխալվի։ Պարոն Մելքոնյան, տարածված կարծիք կա, որ բիզնեսմենը հաճախ հասնում է մի մակարդակի, որտեղ սկսում է բիզնեսին կողքից նայել։ Արդյոք դա ճիշտ է եւ արդյոք դուք այդպես եք վարվում։ Կողքից նայել ինքը չհասկանանք ինչի մասն է խոսքը։ Այսինքն դուք ամբողջ process-ին հետևում եք կողքից, ավելի ազատ ժամանակ եք տրամադրում ձեզ, ավելի, այսպես ասած, բիզնեսը դնում եք գծերի վրա եւ դուք կողքից վայելում եք։ Այդ ոչ միայն այդպես է, այդ շատ ցանկալի է։ Այդ ամենացանկալի եւ բիզնեսի հենց այն փուլն է, երբ դուք կարողանում եք գլխավոր փուլն է, երբ մարդը մեր հիմնական խնդիրը գործարարների, նաեւ արդից օգտվելով ստեղ ասեմ, նաեւ որ մեր գործարարները ասում են մենք չենք կարողանում գործի միջից դուրս գալ, հա, եւ մենք չենք կարողանում մեր փոխարեն գտնել փոխարինող, որը կարողանա գործ անել։ Ձեր փոխարեն ոչ մեկ չի լինելու։ Ես մի անգամից դա ասում եմ, ինչ ոնց եք պատկերացնում, ձեր փոխարեն ինչ-որ մեկը ձեր գործ անի։ Ձեր փոխարեն ինչ-որ մեկը ձեր գործ անի, ինքը իր բիզնես կստեղծի, դուք եք գործարարը, դուք եք կարողանում անել։ Ասում են ելքը այդ համակարգն է, որը որ դուք պետք է դնեք եւ ձեր փոխարեն աշխատի համակարգը եւ լիքը մարդիկ, ոչ թե մի հոգի անձով պայմանավորված։ Գործարարը անձով պայմանավորված ինչ-որ բիզնես է սկսում։ Եվ այդ բիզնեսի հաջորդ փուլը ճիշտ գործարարը նա է, որը կարողանում է բերի իր բիզնեսը մի հատ փուլի, երբ ինքը սկսում է սիստեմը աշխատել, ոչ թե ինքը, այսինքն անձից կախված, երբ իրան հանես դնես դուրս, հա, հիմա եթե մենք նայենք մեծ կորպորացիաները, չեք էլ կարող իմանալ ընդհանրապես ով է սեփականատերը, ով է սկսել, ոնց է եղել, հիմա գնացեք ասեք ով է McDonald's-ի տերը։
այսինքն ինչ-որ 100 հազարավոր մարդիկ, բայց ինքը օրական ինչ-որ բան է բացվում, սեփականատերերը տեղյակ չեն, հա, կետ է բացվում, ոչ մեկ տեղյակ չի, ինչի համակարգն է աշխատում, համակարգը դրած ինքը իրանով աշխատում է։ Ի վերջո ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է եւ դուք ինչպես եք մոտենում դրան, ինչպես եք ճիշտ կառավարում ձեր ժամանակը։ Ժամանակը իսկապես այսօր դարձել ամենակարևոր ռեսուրսը, նույնիսկ ես այն հայկական հին ասացվածքը, որ ասում էր, հայկական երևի սխալ ասեցի, ընդունվածի միջազգային ասացվածքը, որ ասում է 7 անգամ չափիր, 1 անգամ կտրիր, միգուցե նույնիսկ հայկական է։ Ես դա վերափոխել եմ, ասում եմ, այս տարում այդ ասացվածքը չի գործում, ավելի լավ է 7 անգամ կտրես, նոր մի հատ չափես, ժամանակը չի թողնում։ Ժամանակը չի ներում, որ դու այդքան գցես բռնես, այդքան էս անես, ինքը ավելի արագ է պահանջում, ավելի շատ արագ քայլերի է պահանջում, դրա համար է, որ կարծում եմ ավելի լավ է այն ռազվեդկա բոյում, ռուսական ասած, դա ամենալավագույն տարբերակն է, երբ ինձ մի բան ասում եմ, օքեյ, զարմանում են, ասում եմ, ես արդեն որոշում կայացրեցի, ասում եմ, նստեմ մտածեմ, ավելի լավ է ինչ-որ մի հատված, մի բան կորցնեմ, ժամանակ չկորցնեմ, կորցնեմ գումար, ինչքան քիչ ժամանակ կորցնեմ դրա վրա, այնքան լավ, այդ գումարն էլ ծախսեմ ոչ թե կորցնել եմ համարում, այլ դնում եմ ինչ-որ պրոյեկտի մեջ և բան եմ սովորում, մեր հիմնական նույնն այս խնդիրը, ինչ վերջերս սկսել եմ շատ խոսել, որովհետև շատ խոսվեց դրա մասին, ձախողելու մասին, երբ ասում են դուք ձախողեցիք, ես օրինակ շատ հստակ եմ բերում, դուք գնում եք ինչ-որ կուրս եք պատվիրակում, գումար եք վճարում, 2 տարի գնում ինչ-որ բան եք սովորում, և 2 տարի ժամանակ և գումար, դուք փող աշխատում եք այդ 2 տարվա մեջ, չէ, ասում եմ, ինչ եք ձեռք բերում, ասում են գիտելիք, ասում եմ, բայց դուք ձախողած ձեզ համարում եք, ինչ ասում եմ, գնացել եմ գիտելիք ձեռք բերելու, բա ինչի եք նույն մտել եք գործ անելու, բիզնես փորձելու, աշխատել եք 2 տարի, 2 տարվա մեջ էլի գումար եք կորցրել, դա ձախողում է, այնտեղ ձախողում չի, դուք չեք ձեռք բերել բան, գիտելիք, իհարկե ձեռք եք բերել, ավելին, եթե այնտեղ ձեռք եք բերել պարզապես թեորիա, այստեղ ձեռք եք բերել նաև փորձ, այսինքն սա ավելի լավ ներդրում է, քան թե նա ինչի եք սա կոչում ձախողում, նա կոչում եք ինչ-որ գիտելիք ձեռք բերել, փորձ չէ, գիտելիք, սա գիտելիք ու փորձ ձեռք բերել է, դրա համար այդ մի բառը փոխելով, ընդհանրապես դուք փոխում եք այդ բառը և ամեն ինչ ընկնում է իր տեղը, ձախողում բառը փորձ ձեռք բերելու հետ։ Իսկապես այդ ձեր մոտեցումը շատերին մոտիվացնում է, դուք բառացիորեն փոխել եք ձախողում բառը փորձառություն ձեռք բերելու գաղափարով Լցված եմ էդուց։ Եվ իսկապես շատ ողջունելի է, ես և մեր հաղորդումը միտված է մոտիվացնող ազդակներ փոխանցել սերունդներին, հետաքրքիր է դուք ինչ խորհուրդ կտաք, ինչպես սկսեն, ինչպես մոտիվացվեն, ինչպես հաջողությունը հասկանան ու ընկնեն հաջողության մեջ, այսպես ասած։ Իրականում առաջի բանը, որ կուզենայի մարդ, որպեսզի ժամանակ իր մեջ ծախսի իր վրա, ինքը հասկանա, ինքը արդյոք ինչն է ուզում, ինչն է սիրում, սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև երբ ասում են ինչ բիզնեսով զբաղվենք, որն է ավելի շահութաբեր, ասում եմ այստեղ քիչ լավ չի հնչում, որն է ավելի շահութաբեր, դուք չեք գնում, այսինքն աշխատելու, նույնիսկ մասնագիտական կարիերիստ աշխատելով, ճիշտ է ընտրում այն մասնագիտությունը, որը իրան դուր է գալիս, հա, որ երբեք չի ընտրում այն, որը ավելի շահաբեր է այդ պահին, բայց ինքը չի սիրում, դա զոռով չի ստացվելու, կարիերիստներն էլ ստացվում այն մարդու մոտ, ով իր սիրած գործով է զբաղվում, ով իր մասնագիտությամբ, որ մասնագիտություն սիրել է, այդ մասնագիտությամբ ավելի, նույնն էլ բիզնեսում է, քանի որ բիզնեսի ընթացքում շատ մեծ խոչընդոտների է հանդիպելու գործարարը իր բիզնեսը սկսելու, շատ կարևոր է սկսի այն գործը, այն բիզնեսը անել, ինչ իրեն հոգեհարազատ է, ինչ իրան լավ է զգում, ինչ իրան հետաքրքիր է, որ կարողանա պայքարի և ի սկզբանե նաև պարզապես հասկանալ, արդյոք դուք ուզում եք գործարարությամբ զբաղվել, թե կարիերայով, կարիերան ու գործարարությունը տարբեր բաներ են իրանք, հա, շատ կարևոր է ի սկզբանե դա հասկանալ, որովհետև պարտադիր չի բոլորը բիզնեսմեն դառնան, էս էլ է պետք է հասկանալ, և պարտադիր չի, որ եթե բոլորը բիզնեսմեն դառնան, կարիերան ով անի, ով աշխատի, էս պետք է հասկանալ ի սկզբանե, փորձել տեսնել ես որ բնույթի մարդն եմ, ինձ օրինակ ժամանակ պահանջեց, որովհետև ես ի սկզբանե գնացել մտել էի տարբեր տեղեր աշխատանքի, ես փորձում էի ինձ կարիերայում, հա, որ ոչ գործ կար այն թվերին 90-ականներին, ոչ ինչ-որ բան կար,
տանը միակ տղամարդն էի աշխատող ու պետք է ինչ-որ մի բան անեի։ Եվ այդտեղ սկսում էի ես ինչ-որ միտեղ մտնել աշխատանք են մյուսի մոտ ու ամեն տեղ աշխատելուց, որ ես տեսնում էի, որ իմ իդեաները, իմ մտահղացումները, իմ մոտեցումները կամ նույնիսկ առավոտյան մի ժամ ուշանալը շատ խիստ է բան արվում, հա, ես այդտեղից դուրս էի գալի կամ ինձ հանում էին, նույնիսկ կոշկակարության այդ հայտնի պատմությունը, որ ինձ կոշկակար գնացի սովորելու, ուստան երրորդ օրը ինձ աշխատանքից ասեց դու կոշկար չես, թող գնա դու դիզայներ ես, ինչ էի արել, այդ մուրճը, որը վերցրել էի վրան դեղցիկատերով ձևավորում էի տվել իմ մուրճին, ինքն ջղայնացավ ինձ հանեց, ես ասի, այս կոշը այդքան անճարեմ կոշկակարը չեմ կարող դառնալ, բայց այդ ժամանակ այնց տարբեր բաներ փորձելով ես հասկացա, չէ, որ ես ինչ-որ մեկի ձեռքի տակ չեմ կարող աշխատել։ Վերջի նույնիսկ այն նորմալ համեմատական այդ տարիների համար ընկերոջս քեռու մոտ էի աշխատում, իր հիմնարկից դուրս եկա, որովհետև հասկացա, ես մեկի ձեռքի տակ չեմ կարողանում աշխատել։ Եվ դուրս եկա, սկսեցի իմ բիզնեսները, մեկը չստացվեց, երկրորդը չստացվեց, երրորդը չստացվեց, sense մի քանի տարբեր բիզնեսներից հետո եկանք ստացվեց սա եւ որտեվ ես արդեն ինչ չէի տեսնում, ինչ որ միտեղ գնալ աշխատելու, ես չէի պատկերացնում ինձ։ Սա շատ կարևոր է հասկանալ, դուք ձեզ կոմֆորտ եք զգում, երբ ինչ որ մեկի մոտ եք աշխատում, սրա կոմֆորտն էլ կա։ Ես դրա կոմֆորտը շատ հստակ կարող եմ ասել, եկել եք պրոբլեմ կա, խնդիր ունեք, ինչ է, գործարարը ինչ խնդիր ունի գործարարը, պատտվի ու մասի, վերև նայի, կողք նայի, չկա ոչ մեկ, դու ես որոշում կայացնող ամբողջ պատասխանատվությամբ հանդերձ, իսկ կարիերան դիմի վերջը իրանից վերև ասի, եղբայր ես խնդիրը կա, կամ վերջ չի լինում, ես հիմնարկից դուրս գա գնամ մյուս հիմնարկը։ Բիզնեսմենը չի կարող, այսի լավ չէ, փագեմ նորից գնամ են պատկերացնում եք, այսքան տարի դուք այս գործը արել եք, մեկը տեսնում եք լավ չի, ասեք սա փագում գնում, դուք պայքարում եք, անընդհատ պայքարի մեջ եք։ Երեկոյան գիշերը 7-ը, 8-ը, 9-ը ասում եմ, որ հայտնի ասացվածքը առողջ տղամարդը ինչ անում, գիշերով ասում ինչ է անում, ես կնոջս էլ բիզնեսի մասն եմ խոսում, այն գործից ենք խոսում։ Իսկ կարիերայի լավը եկավ 6-ը, դուք ձեր աշխատանքը վերջացրեցիք, եկավ ժամը 6-ը 7-ը, անջատվեցիք, վերջել ձեզ չի հետաքրքրում որպես կարիերիստ, թե ինչ է կատարվում, օրինակ սահմանն է բացվել, փակվել, ապրանքի գներն է իջնում, բարձրանում, բիրժաներում ինչ է կատարվում, դոլարը իջա բարձրացա, վերջ-վերջը դուք ձեր գործը ունեք տվյալ հիմնարկում, ստեղ լավ չի լինի, գնաք մի ուրիշ տեղ։ Այս հարաբերության մեջ նժարի վրա դնելով երկու բանը, որովհետև իրականում երբ ասում են այն հանգիստ կյանքը, որ մարդը պատկերացնում է, հանգիստ կյանքը կարիերիստն է իրականում, երբ դուք հանգիստ եք, ոչ մի պրոբլեմներ չունեք, այն պրոբլեմատիկ կյանքը դա հենց բիզնեսն է, ես պետք է հստակ հասկանալ եւ արդյոք դուք դրա կարիքը ունեք, թե չունեք, էլի։ Ես մի հատ տես հետաքրքիր բան պատմեմ, վերջերս բանի AI-ի հետ շփվելուց մի հատ բան ալգորիթմ կա 3 հարցով ամբողջ քեզ բնութագրում ես, բան ես անում, որովհետև ես վերջերս քանի որ արդեն ընտանիք, թոռնիկ բան, sense ինձ փորձում էի թիրախավորել այնտեղ, որ ես մի քիչ արդեն ուզում եմ այդ արկածախնդրություն կոչված, որ հանգիստ վիճակի մեջ ես ինձ այտենց տրամադրել եմ, փորձում եմ այտենց դիրքավորել եւ այդ տեսանկյունից խոսել ChatGPT-ին հարցնում եմ ինձ բնութագրել, sense հետաքրքիր էր, ասում եմ դուք ձեզ փորձում եք այտենց բնութագրել, բայց մեկը դուք այդպեսին չեք, դուք չեք կարող, մեկը դուք գնալու եք նոր արկածների, նոր բիզնեսների, նոր իդեաների ու դա ավելի ճիշտ էր, ես հասկացա, որ ինքս իմ բնույթի հետ փորձում եմ պայքարել, ես այդպեսին չեմ, ես չեմ պատկերացնում, իբա որ կարամ նոր իդեա չմտածեմ, չոգևորվեմ, ինչ-որ նոր բան չսկսեմ։ Եթե ձեր օրը բաժանենք 3 հիմնական ուղղությունների՝ աշխատանք, ընտանիք եւ անձնական ժամանակ, դուք որում եք ձեզ ավելի լավ զգում եւ որին եք ավելի երկար ժամանակ տրամադրում։ Իրականում երեքում էլ շատ լավ եմ զգում, հենց այդ ամեն ինչը, որտեվ ես փորձում եմ անել այն ամենը, ինչ որ ինձ հաճելի է։ Զբաղվել են աշխատանքով, ինչ որ ինձ հաճելի է, շփվել են մարդկանց հետ ում հաճելի է, դե ընտանիքը արդեն ինքնին հաճելի է։ Եվ ասել, թե որին եմ ավելի շատ ժամանակ տրամադրում, որին այդ բանը անհրաժեշտ է։ Այսինքն ես նորից այդտեղ չունեմ տենց հստակ մոդելավորում, գիտեք, կամ հստակ կանոնակարգված, այդտեղ չկա, որ այս բան, եթե այս բան նոր բիզնես է, նոր սկսել ենք, եթե մենք հիմա պատկերացնենք, որ պետք է այս նոր բիզնեսով զբաղվենք, բնականաբար այդտեղ շատ ժամանակ է պետք, շատ ժամանակ։
Եթե հիմա ես վերցրել եմ թորնիկներից գնացել եմ հանգստանալու, այդ բիզնեսը գնաց մի կողմ, այս պահին ես իրանց օրեն, այսինքն այս ամեն ինչը կախված պահից, որն է ավելի անհրաժեշտ, ինչը ավելի անհրաժեշտ։ Ճիշտ խոսք, ճիշտ շփում դա շատ հաճախ հաջողված կամ չհաջողված որոշման ճակատագիրն է։ Ինչու է ձեզ համար այդքան կարևոր ճիշտ շփվելու, ճիշտ լսելու եւ ճիշտ ասելու կարողությունը։ Դա ջպարս պատասխան է, այնքանով որ մարդուն տված այդ լեզուն շփում է, ինչով է տարբերվում մարդը ընդհանրապես մի կենթանական աշխարհից, այնքանով որ ինքը լեզու ունի, շփում ունի եւ դա չօգտագործել է, ես երբ ինչ-որ ձևով փորձում են մարդիկ հարցը այլ ձևերով լուծել, ես զարմանում եմ, ասում եմ ձեզ տված է հենց լեզուն շփումը, փորձեք ավել խոսել, ավել ասել, ավել քննարկել եւ դրա արդյունքում կծնվի մի լավ բան հաստատ, որովհետեւ մարդուն դա է տրված, եկեք դա օգտագործենք, այդ շփումը, լեզուն, ասելը, խոսելը Պարոն Մելքոնյան, իսկ բիզնեսում ինչն է շատ հաճախ իրավիճակներ փրկել, ճիշտ որոշումները, թե ճիշտ խոսքը։ նայեք իրականում ոնց հստակ բանանել խոսք եւ որոշում, նույնիսկ այդտեղ ճիշտի եւ սխալի հարց չկա, ես երբևէ չեմ համարում, որ սխալ որոշում եմ կայացրել, ամենակարևոր բանը ստեղ է դա, որ եթե դու ասում ես սխալ որոշում, դու ինչ ես ասում, դու ասում ես դու գիտեիր ճիշտը չասեցիր, սխալը այդ դեպքում է տա լինում, բայց դու այդ պահին ինչքան իմացությունը քեզ հերիք է լալ, դու այդ պահին այդ պահի ճիշտ որոշումն ես կայացրել եւ ամենակարևորը նաեւ նա է, որ դու չունեք գնահատականը, թե մյուս որոշումը անելու այլ ձևով գնալու դեպքում ինչ կստացվեր, միգուցե ավելի վատ ստացվեր։ Հետևաբար բիզնեսի առումով որոշել, որ այ եթե ես այս սենց անեի, շատ է լինում այտենց դեպքեր, այ եթե ես սենց անեի, ուրեմն ավելի լավ կլիներ։ Դուք չի կարող դա ասել։ Դուք արել եք սա, ունեք սրա արդյունքը։ Փաստ չի, որ դուք նույն ձևով անեք հիմա, հա, ինքը լավ կստացվի։ Թե ես ինչ որ արել եմ, ինչ որ մի բիզնես սկսել եմ 5 տարի առաջ, ես նույնությամբ հիմա նույնը անեմ, փաստ չի, որ դա ճիշտ կստացվի, եւ նաեւ փաստ չէ, թե այն ժամանակ ուրիշ բան անեի, ավելի լավ կամ ավելի վատ կստացվի։ Չես կարող սա գնահատականը տաս, հետեւաբար ասել, որ հստակ գիտեք ոնց է, դուք անում եք բիզնեսի գործարի հենց առանձնահատկությունը, որը նշեցի, հենց որոշում կայացնել եւ այդ պատասխանատվությունը վերցնելն է։ Ինչքանով է դա ճիշտ ու սխալ ժամանակն է ցույց տալիս եւ վերջ։ Չես կարող ասել, որ դու այդ պահին իրեք կար ալտերնատիվ տարբերակ, դուք կարայիք ուրիշ բան անեիք, ինչու չարեցիք կամ սենց բիզնեսմենը ինքը որոշում է, ինքը կայացնում է, որոշում է կայացնում։ Դրա համար անընդհատ հետ գնալ վայ ես է սխալը գործեցի, վայ ես է սխալը գործեցի, այդ եզրույթը անընդհատ ասելը բերում է արդեն հաջորդ քայլ չանելու։ Դուք անընդհատ սկսում եք ես սխալվում, վերջ, դուք սկսում եք քայլեր չդնել։ Չի սխալվում այն մարդը, որ ոչ մի բան չի անում։ Կարելի է ֆիքսել, որ մարդ չպետք է վախենա սխալվելուց։ Իհարկե ոչ միայն սխալվելուց, դա նորից եմ ասում, սխալվել բառը փոխում ենք փորձ ձեռք բերելու եւ ամեն ինչ ընկնում է տեղը։ Այսինքն հենց դուք ասում եք սխալվել եմ, հենց դուք սկսում եք անել, դուք վախենում եք, սկսում եք քայլեր չանել։ Բիզնեսը քայլ չարեց, միշտ ասում եմ, ինչ անեմ, ասում եմ, որ չսխալվեմ, ամենաբան հարցն է, ինչ խորտ կտակ որ անեմ, որ չսխալվեմ, ասում եմ, ոչինչ մի արեք։ Ոչինչ մի արեք, հաստատ չեք սխալվել։ Այլ տարբերակ, ինչքան շատ բան անեք, այնքան շատ եք սխալվելու։ Այնքան շատ եք սովորելու, ինչի եք սխալվել, այնքան շատ եք սովորել, ինչքան շատ բան անեք, այնքան շատ տավ։ Կյանքում շատ կարևոր է աշխատելը, բիզնեսը, ձեր դեպքում գործարարությունը, բայց դրանից զատ նաև կարևոր է վայելելը, զգալը, ապրելը, ինչպես է ձեզ մոտ հաջողվում բիզնեսի ծանրաբեռնվածության հետ մեկտեղ վայելել կյանքը։ Սա հետաքրքիր բան, մարդը ինչ է հասկանում վայելել ասելով, ամեն մարդ մի բանից է վայելք հաճույք ստանում, հա։ Հենորն է հենց այդ օրինակը երբ ընկերներիս հետ խոսում ենք, ասենք մենք խոսում էինք բիզնես բանից, ասես բիզնես հերիքը գնանք ֆուտբոլ նայելու, իմ համար էլ այդ ֆուտբոլ նայելը, ես դա չեմ հասկանում, հա։ Իմ համար դա հաճելի չի։ Մարդիկ նստում են իմ ընկերներն են, մեծամասնությունն է դա ընդհանրապես տղամարդկանց, հա, նստում են, դնում են, կարի ջուրա նստում են, խոհում են ու նայում են, թե 22 միլիոնատեր ոնց են հաջորդ միլիոնով աշխատում։ Ու դրանից իրանք հաճույք են ստանում, ես հաճույք չեմ ստանում։ Ինձ օրինակ հաճելի է, ես ավելի կլիսկաթափեմ, եթե ես մեկ հետ նստեմ բիզնես քննարկեմ։ Դա էլ ինձ ավելի հաճելի է։ Okay, եկեք դրա համար էլի, այսինքն դու անում ես այն, ինչը քեզ հաճելի է, ես չեմ մեղադրում բնականաբար իրանց հակառակը, ես ասում եմ ամեն մարդ լիցքաթափի եւ այն ձևով, ինչ իրան հաճելի է։
Եթե ինձ հաճելի չի գնալ ծովի ափին պարկել, շատ մարդկանց մոտ դա շատ հաճելի է, օրինակ ինձ հաճելի չի ծովի ափին պարզապես պարկել, հետ էլ այդ հանգիստը իմ համար չի, ես սիրում եմ ճամփորդել, քայլել անընդհատ, մտնել, նայել, տեսնել, մտնել քաղաքներ, գյուղեր, ծովի ափին պարկելն էլ իմը չի, ես Մալդիվի անընդհատ ասում են, ես այդ Մալդիվի մյուս տեղեր չեմ եղել, բայց ընդհանրապես Սուդանում եմ եղել, չգիտեմ, բանում եմ եղել, Սան Մարինո, sense բաներ, փախած տեղեր, Նորվեգիա, որտեղ գնացել եմ պարզապես ման գալու, Սիրիա, բայց նա ինձ դրա համար, բայց այդ մարդը դրանից հաճույք ստանում, ես չեմ կարող ամեն մեկին ասել, էս էլ կանոնակարգված չի, մարդ իր հաճույքը ստանում է ինչ-որ բանից եւ թող անի այն, ինչ իրան հաճելի է։ Ձեզ համար ավելի հաճելի է ճանապարհորդելը։ Իհարկե ճանապարհորդելը շատ հաճելի է, ճանապարհորդելը, նոր բիզնես իդեաներ քննարկելը, բիզնեսի մասին ընդհանրապես խոսելը, ճուտիկների հետ, փոքրիկ բալիկների հետ շփվելը, այդ առանձնահատուկ հաճելի է, որտեղ այդտեղ դու լրիվ լիցքա թափվում ես, երբ գիտես, որ դիմացինդ ասում է այն, ինչ որ մտածում է այն բանը։ Պարոն Մելքոնյան, երբ որ դուք նոր էիք սկսում բիզնեսը, ամենաառաջին փուլը մտաբերեք, դուք պատկերացում ունեիք, որ կհասնեք, կգրանցեք նման արդյունքներ, թե դա մտածված քայլերի հաջորդականության արդյունք է։ Չէ, իհարկե գեղեցիկ ու պաֆոսնի կհնչի, եթե պատասխանը միշտ ասել եմ, որ արսն են ինչ սկսելուց ինչ էիք մտածում, սկսելուց մտածում եմ մի կտոր հացի խնդիր լուծել բնականաբար տանը ոչ հաց կար, ոչ աշխատող կար, բառից բուն իմաստով հացի խնդրի հարց էր տրված եւ այդ հայտի նաեւ պատմությունը կոպեկ չկար բիզնեսը սկսելու, բայց նաեւ ինչին որ ես խորհուրդ եմ տալիս շատ գործարարների, որ նոր սկսնակ գործարարների, որ պարտքով չսկսեն, ես երբեք չէի նույնիսկ իմ հարսանեկան մատանին էի վաճառել, բայց չէի գնացել վարկի կամ պարտքի, այլ դրանով էի սկսել, որտեղ այդ դրանով վարկով սկսելը դա մեծ բան է, որ ծանրությունն ու լարվածությունն է նոր սկսող բիզնեսի համար, ավելի լավ է քիչից կամաց երկար սկսեք, բայց լարվածությամբ չլինեք, քանց թե մտածեք մի անգամից մեծ մանավանդ նոր սկսող բիզնեսների հիմնական բանը, որ իրենք պատկերացնում են, որ գլխավոր խնդիրը փողն է, իրականում փողը հեչ գլխավոր դերում չի բիզնես սկսելու համար, մենք այդ կարծրատիպը ունենք, որ եթե փողը լինի գործ կարան անեն, բայց այսօր բանից փաստը ցույց է տալի, որ փողը նույնիսկ երկրորդ տեղում չի, երրորդ տեղում է գումարը, ավելի առաջնային բաներ կան, քան մինչև փողը հասնելը, որոնք պետք է պայմաններ, եթե դրանք լինեն, նոր կարող ես բիզնես անել։ Շատերն ասում են, որ բրենդի հաջողությունը լոկացիայից չէ կախված, բայց ձեր փորձը հաճախ հակառակն է ապացուցում։ Ինչու եք կարծում, որ բրենդի հաջողությունը լոկացիայից է կախված նաև։ Դե դա շատ պարզ ցավոք սրտի բան ունի, շատ պարզ բացատրություն ցավոք սրտի ես պատասխանեմ, որովհետև ես այն անգամ ասացի, եթե դուք ունեք հաջողված բրենդ, հագո բիզնես Հայաստանում, դուք ունեք, դա նշանակում է, որ դուք ունեք ուժեղ բիզնես Հայաստանում եւ վերջ։ Եթե դուք ունեք հաջողված բիզնես Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Իտալիայում, ուրեմն դուք ունեք հաջողված բիզնես ամբողջ աշխարհում։ Սա իհարկե ցավալի է եւ ըստեղ է որ մեզ պետք է ինչի համար եմ ես պատկերացնում որ ամեն գործարար ինչ որ ձևով պետք է մասնակցություն ունենա երկրի զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը, այդ կորպորատիվ պատասխանատվության բիզնես անելի կարևորությունն է, որովհետեւ եթե քո ցանկացած բիզնեսմեն պետք է հասկանա իր նույնիսկ անձնական շահը երկրի զարգացության եւ երկրի ճանաչելիության հարցում, որովհետեւ եթե դուք ուժեղ գործարար եք Հայաստանում, դուք պրոստը ուժեղ գործարար եք Հայաստանում այս պահին։ Երբ Հայաստանը կդառնա միջազգային ճանաչելի երկիր, մենք Արաբական Էմիրություններում մրցույթ հաղթեցինք, իրանք այդ մրցույթի պայմաններից մեկն էր, գներով եւ տեսականիով լավագույնն էինք տվել, հաջորդ պայմանը երբ գնացին դեղ, ասեցին ինչ որտեղ եք ձեր բրենդը որտեղ կաք, ես ասեցի Հայաստանում, Հայաստանը մեծ չափանիշ չի։ Եթե մենք Հայաստանում այդ ժամանակ 30 կետ ունենալու փոխարեն ունենայինք 3 կետ
Դուբայում 3 կետ կամ մի քանի կետ Լոնդոնում կամ մի քանի կետ Փարիզում կամ մի քանի կետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեզ այդ մրցույթը կտային։ Մեզ այդ մրցույթը չտվեցին, որովհետև Հայաստանը ճանաչելի չի միջազգային շուկայում որպես հզոր պետություն, որտեղի բիզնեսները համարվում են արդեն կայացած մրցունակ ուժեղ բիզնեսներ։ Ամերիկայում կայացած բիզնեսը, եթե դուք ունեք Ամերիկայում օրինակի համար 20 հատ ռեստորան, դուք ունեք Հայաստանում 20 հատ ռեստորան, ինչ է կարծում արժեքները, ոչ թե 10, 20, 30%, այլ մի քանի 100 անգամ իր արժեքը ավելի բարձր է, թեկուզ հենց ֆինանսական մասով, քան թե Հայաստանում, այնպես որ այս գործարարությունից բացի զբաղվել նաև բիզնես ակումբների զարգացմամբ, ընդհանրապես միջավայրի ուժեղացմամբ եւ այդ ընթացքում տանել են ուղին, որ պետքա բոլորս ամեն մեկս որպես գործարար, նաև ցանկացած մարդ էր, որտեղ երբ որ մենք նայում էինք Արաբական Էմիրություններում Անգլիայից եկած մասնագետը եւ Հայաստանից չէր ընդհանրենք եկած Հնդկաստանից կամ Ֆիլիպիններից եկած մասնագետը, անգլիացին նույն գործն էին անում երկուսն էլ, բայց մոտավորապես 2 անգամ ավել աշխատավարձ էր ստանում, եթե ոչ 3 անգամ անգլիացին նույն գործի համար, որովհետեւ ինքը անգլիացի է, որովհետեւ ինքը Անգլիայում է կրթվել։ Այս շատ կարևոր հանգամանք է, որը հեշտացնում է ընդհանուր երկրի բրենդավորելը, ամենակարևորը երկիրը բրենդա թե չէ։ Իտալիան բրենդ է, Իտալիայում արտադրված գարաժում արտադրված ամեն մի ներողություն արտադրություն զիբիլ հնարավոր է վաճառել աշխարհով մեկ, որովհետև made in Italy է։ Հայաստանում լուրջ կենտրոնում բանում գործանում արտադրված լուրջ ապրանքը շատ բարդ է վաճառել, որովհետև գրված է made in Armenia։ Հենց կարողացանք made in Armenian brand սարքել, շահելու ենք բոլորս։ Իսկ ինչ եք կարծում, հեռանկարային է դա, տեսնում եք այդ Իհարկե, զարգացման։ եթե այդ ուղղությամբ աշխատում եմ, իհարկե տեսնում եմ, հավատում եմ, բնականաբար ոչ միայն հավատում եմ, լիքը ջանք ու եռանդ եմ դնում, խոսում եմ դրա մասին, կարևորում եմ, բացատրում եմ դրա կարևորությունը ամեն ցանկացած անձի, որովհետև ցանկացած անձ այդտեղ կարող է շահել են հասարակ կարիերիստից, վերջացրած ծառայություն մատուցողից, մինչև խոշոր բիզնես, բոլորը շահում են, երբ դուք երկիրը բրենդավորված է, արդեն դուք մի հատ բանից օգտվում եք։ Պարոն Մելքոնյան, դուք ջանք ու եռանդ չեք խնայում բոլորին խորհրդատվություն տալ բիզնեսի վերաբերյալ, անգամ բիզնես ակումբների զարգացման ուղղությամբ մեծ դեր ունեք, դուք հետաքրքիր է այդ խորհրդատվությունը ձեր փորձառությունից ելնելով եք տրամադրում, թե նաև կարդում եք բիզնես գրքեր։ Անկեղծ ասած բիզնես գրքեր չեմ կարդում, բարձ ասեմ, ուղիղ ասեմ, որովհետև չգիտեմ, ես համարում եմ իմ փորձը ավելի գետնի վրայի փորձը, որովհետև բիզնես գրքերի մի քանի անգամ փորձել եմ երկու բան կարդալ, մի երկու գիրք կարդալ, իրենց առանձնահատկությունը գիտեք ինչու՞ն է, որ իրանք հայկական իրականության հետ ցավոք սրտի չունեն։ Հայկական իրականությունը, հայաստանյան իրականությունը, երբ դուք կարդում եք, թե ոնց է Սթիվ Ջոբսը կամ չգիտեմ Բեզոսը կամ մյուս Ամերիկայում բիզնես հիմնել, դրա ոչ թե 100-200 անգամ ավելն էլ նույնիսկ անեք, Հայաստանում փաստ չի, որ դուք կարողանաք անել։ Հայաստանյան իրականությունը, մենտալիտետը, երկրի փոքրությունը, երկրի եկած առանձնահատկությունները, ծով չունենալը, շրջափակված լինելը, ծովին մոտիկ լոգիստիկ խնդիրները, այս ամեն ինչը խնդիրներ են, որոնք երկրի առանձնահատկությունն է։ Վերցնել կարդալ մի մարդու, որը այդ ամեն ինչը չունի լրիվ ուրիշ մթնոլորտում, ուրիշ մենտալիտետով աշխատող մարդկանց հետ, հա։ Ես նայում եմ արդեն, ասում եմ, երբ որ ես գնում եմ Ամերիկա, երբ որ մենք գնում ենք Ամերիկա, մենք հասկանում ենք, որ այդտեղ էլ մենք ինչ ստեղ մենք ունենք, այս փորձառությունը 0 չասեմ, բայց շատ քիչ է, որովհետեւ Ամերիկայում նույն բիզնեսը սկսենք, Ամերիկայում արկղան չբացեցինք, մեր համար տարօրինակ էր, հա, մենք բոլոր տեղերով բացվել ենք Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, մենք խնդիր չենք ունեցել մեր բրենդի հետ կապված, Ամերիկայում մենտալիտետը ուրիշ է, մարդը գալիս ասում է, այդ ճուտիկը վրի ուր է բերուտ եմ, ասում ենք, ընկեր, դա բարիության եւ բանի նշան է, սա արի բացատրի, չէ, ամերիկացին սենց է հասկանում, սա եթե գրած է, նույնիսկ նշաններն են իրենց մոտ տարբեր, որովհետեւ հասկանանք, այս ամբողջ աշխարհում խնդիր չունեմ մեքենա վարելու, որովհետև կա միջազգայինորեն ընդունված նշաններ,
Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ նշանները չկան, բառերով գրած է don't turn left, don't turn right, այսինքն մենտալիտետը լրիվ ուրիշ է, սա պետք է հասկանալ եւ վերցնել ինչ որ ողջորված ընդեղի մի բանը կարդալ ու դա համարել որ դու ստեղ կարողանաս կիրառել, չէ, ես դրա փոխարեն կիսվում եմ իմ անձնական իրական փորձից, դա ավելի հետաքրքիր է եւ երբ ինձ հրավիրում են միտեղ ոնց որ դուք ասացիք ինչ որ հարցեր հետաքրքիր է, ձեզ էլ ասեցի, չէ, ինձ հետաքրքիր չի ինչ հարց կտակ, որովհետեւ ես չեմ պատրաստվելու երբևէ նույնիսկ ելույթ ունենալուց մեծ 200 հոգանոց աուդիտորիայի դիմաց ելույթ պետք է ունենամ, վերջի պահին մոտիկացել եմ, ասում եմ ինչից պետք է խոսեմ, զարմացել է այդ աչքի նյութերը ուղարկել եմ, ասում եմ դե չեմ նայել, թեման ինչ է, ասեք, խոսեմ, որովհետև ինչ որ բան չեմ կարդալու կամ գալու ասելու եմ այն ինչ մեծ պատահել է իմ անձնական կարծիքը, սա սենց է, հիմա մի ուրիշի մոտ միգուցե ուրիշ ձևով է, ես էլ նույն ձևով, եթե ինչ-որ մեկից ինֆորմացիա եմ, ամենօրյա ինֆորմացիա եմ ստանում, ինձ էլ է շատ հետաքրքիր, տարբեր լսում ես կարճ ռոլիկներով կլինի, կարդալով կլինի, բայց դա փաստ չեմ վերցնում, ամեն տեղից մի բան ինձ հետաքրքիր է, իսկ ամենահետաքրքիրը բնականաբար հաճախորդի հետ շփվելն է, որովհետև հաճախորդի պահանջը լսելն է, ինչքան էլ գործարարը մի բան ասի, դուք ինչքան էլ ասեք, պահանջից, եթե պահանջարկը կա, դու բիզնեսը պետք է սկսես պահանջարկից ելնելով, Կարոն դա այդ պահանջարկը դրա լինելու է, թե չէ։ Բայց չէ որ պարոն Մելքոնյան հաճախորդները շատ տարբեր են եւ ինչպիսի բիզնես սկսել, որ բոլորին հետաքրքիր լինի։ Բոլորին բնականաբար ոչինչ բիզնեսը չի սկսում, հենց դուք արդեն հասկանում եք թիրախավորված, այս նոր ընդունված բառերով, թե թարգեթը ով է, ձեր հաճախորդը ով է, հենց չի որ եթե դուք որոշել եք պատմությունիկ արտադրել, պետք է արտադրել երեխաների համար, եթե դուք խնամքի բաներ կանացի, ընդհանրենք խնամքի, նայած ինչն է ձեր թարգեթը որն է, թե ավելի մեծ մասշտաբի, թե նույնիսկ այսօր հաջողում են, եթե դուք նայեք, հաջողում են այն բիզնեսները, որոնք որոշակի ճիշտ ուղղվածություն են վերցնում, թարգեթինգ են անում իրանց հաճախորդով, երբ որ Արտլանչին ասում էին դուք ինչի ռեստորան չես բացում, ասում եմ իմ թարգեթինգը լանչանողն է, երեկոյան նստող հաճախորդը չի, նույն մարդն է կարծես թե չէ, ասում է դեր մոտ ստացվում է, ինչի ռեստորան չեք բացում, ասում եմ չեմ ուզում, որովհետև աշխարհը հակառակն է ապացում, նույնիսկ ավելին ենթադրենք բանում, ռեստորանները արդեն Ամերիկայում կոնկրետ աշխատում են երեկոյան, ցերեկ, առավոտ, after-tea բաներ կան, հա, նախաճաշի breakfast-ի հատուկ ռեստորաններ կան, մենակ breakfast-ի համար են աշխ մասնագիտացված են breakfast-ի վրա։ Մասնագիտացումը ավելի գնալով խորքանում է եւ դուք պետք է հասկանաք ձեր բիզնեսը որ ուղղությամբ եք, ում վրա եք հիմնում եւ բնականաբար ստեղ դուք կարողանում եք ավելի, ինչքան sense որ ընկերս կանչել էր բանում խորհրդատվության մեծ քաղաքներից մեկում դրսում բաներ բացել, ռեստորաններ բացել, ասում են ինչ խորհուրդ կտաս, դե գնացի առաջի բանից տեսնեմ դրած մեծ գրածա հայկական խոհանոց կողքը վրացական խոհանոց, այդտեղ ինկալիա նկարած դրած, այստեղ դրելա կալյան է տալիս սուշի ասում եմ դե ամեն ինչ փորձում եմ, ասում եմ տենց չի լինում, էլի, ես սուշի ուտողը չի մտնի ստեղ, կալյան քաշողը ստեղ չի գա, հայկական խոհանոց ուտողը չի գա, այսինքն դու բոլորին հակառակը խաղում ես, եթե ես գիտեմ սա մասնագիտացված հայկական խոհանոց է, գալիս եմ մասնագիտացված հայկական խոհանոց ուտելու, այս ուղղությունն է պետք բռնել։ Իսկ աճի հետ բրենդը ինչպես պահպանի իր ինքնությունը։ Դե նենց չի որ իրան եթե նայեք ամենամեծ նույնիսկ ամենահզոր ճանաչված բրենդները ռեբրենդինգի կարիք են ունեն, այնպես չի որ ինքը ինչ դրել է ու դա կյանքը նորից փոխվում է, ամենահզոր բրենդները, որոնք մարդկանց աչքին արդեն ճանաչել են, մեկ նույնիսկ զարմանալի եմ, լավ մենք սրան սովորել ենք, ինչի փոխեց իր ձևը, ինչի այդ մի գույնը մի քիչ էֆեկտը, որովհետև հենց մասնագետներ նորից ինքը հասել է մի հատ վիճակի, երբ ավելի լուրջ ուսումնասիրություն է անում իր հաճախորդների մոտ, ասոցիացիաներն է հասկանում ինչ է իրան բրենդը տալիս, ինչի հետ է ասոցացվում, ինչ է անում, որովհետև եթե դուք լավ մենք խորացված եթե մտնենք բիզնեսը ավելի խորացված միջավայր, այսօր հաճախորդը ինչին է գումար տալիս։ Ես այդ հարց տվեցի մեր վերջի բանի ժամանակ, ելույթի տրեյնինգի ժամանակ մեկը ասեց տալիս է որակին, ասեցի օքեյ, եկեք հենց հիմա վերցնենք նույն օրինակ սպորտային հագուստ, հա, 200 սպորտային հագուստ, Adidas-ից գնում ենք առնում ենք,
Վրայից փոկում ենք Adidas-ը, վրան դնում ենք ինչ-որ մի հատ անհայտ անուն ենք մի հատ դնում, վրան նոր լոգո ենք իրար հետ մտածում, դնում ենք, թադրենք Sevan brand-ին, ասած խփում ենք վրան։ Նույն որակն է, չէ, վստահ եք։ Եկեք այդ 100 հատը ես փորձեմ վաճառել, 100 հատը Adidas վաճառեմ, դուք էլ ոչ Adidas, կամ տանք նույնիսկ ամենալավ վաճառողին։ Ես էլ որպես ոչ բան, ես Adidas-ը տամ 10% զեղչ, դուք տվեք 50%, 70% զեղչ, ով կգա ավելի շուտ կծախի։ Այդ որակ, բա ինչի մարդը որակը չի բանանում, որտեղ մարդը գումար չի տալիս, այսօրվա իրականությունն է, հաճախորդը վճարում է էմոցիայի համար։ Էմոցիա է ուզում հաճախորդը, այդ էմոցիան կտակ բրենդի տեսքով, էմոցիան կտակ ինչ-որ համային տեսքով, ինչով, բայց դա էմոցիա պիտի լինի, որովհետև թե ճաշակներն են տարբեր, թե ինչն են, այսինքն երբ որ դուք ասում եք օրինակ շորի վրա օրինակը բերեմ, ինքը պարզապես պետք է նորմալ լինի, ճղված չլինի, նոր լինի, հաջորդ պահին արդեն այդ որակ բան հարաբերակցությունը արդեն շատ հարաբերական է, շատ, այդտեղ արդեն գալիս է էմոցիան, դուք ինչ էմոցիա եք տալի, բրենդը ինչ էմոցիա է տալիս, այս հետաքրքիր բան էր, սա էլ պատմեմ փոքրիկ բաս էր, որ մի հատ ցուցահանդես վաճառքի ժամանակ, գինու ցուցահանդես էքսպոյի ժամանակ երկու երիտասարդ շատ հետաքրքիր փորձ էին արել, երբ վերցրել էին շատ թանկանոց հայտնի ֆրանսիական գինին, մի շիշը 1000 քանի 1500 եվրոյի կարգի, իրան հանել էին վրայից, պոկել էին իր վրայի էտիկետկան, կպցրել էին անհայտ անունի մի հատ իրանց ձեռքով շատ կոմպյուտերով հավաքված մի հատ բրենդ կպցրել էին վրան և հյուրասիրում էին հաճախորդներին, հա, 1000 հոգու հյուրասիրություն էին արել էքսպոյի շրջանակներում, 1000-ից ավել մարդու, բոլորը ով խմում էր, դե լավ է, գինն էլ ասում էին 1500 եվրոն, վաճառքի գին ասում էին իրանք հարցում էին ինչ արժի, ասում էին $5, 1500 եվրո, $5, առնող համարյա չէր եղել, խմողների մեծն ասա դեգուստացիան, դե նոր եք լավ է, նորի համար լավ է, բայց աճելու լիքը տեղ ունեք, մենակ մի հատ մի հոգի էր մի անգամից հասկացել ու ուզեցել առնել, այն էլ սոմելիեր եղել, մասնագիտական ինքը դա զգացել էր ինքը, բայց դուք պատկերացրեք, թե 1000 հոգի քո հաճախորդը, վրայի էտիկետկան փոխեցիք, ինքը նայեց, ինչ արդեն էմոցիա, այսինքն ես խմում եմ այս գինին, էմոցիան, ինքը ուզում է էմոցիան։ Թերևս կիսում եմ ձեր կարծիքը եւ միշտ ասում եմ մանավանդ վերջին մեր արագ կյանքի պայմաններում, որ շատ կարեւոր է էմոցիան, ոչ թե բովանդակությունը, բայց երբ որ գործարարը, բիզնեսմենը առաջարկում է եւ բովանդակություն եւ էմոցիա, այդտեղ կարծում եմ մրցել իր հետ անհնար կլինի։ Դե բնական է, ես երբ որ դա ասում եմ, դա չի նշանակում դուք որ վերցնեք կոպիտ մեր օրինակով ասեմ, չգիտեմ, հում միսը տակ կամ անորակ ինչ-որ բան տակ, չէ, բայց եկեք արտադրության թեկուզ մեջ նայենք, կարողանում եք դուք արտադրեք, չգիտեմ, ջուր, կարող եք արտադրել, բայց դուք կարող ոգս արտադրեք, որ ընդհանրենք այդ ջուրը արժի մի կամ Ֆիջի ջուրը, դուք կարող Ֆիջի ջրի բաղադրությունը հենց հիմա վերցնենք իրար հետ, վերցնենք Ֆիջի ջրի բաղադրությունը բացենք, ես նույնությամբ ձեզ խոստանում եմ Ֆիջի ջրի բաղադրությունը ստանամ, Ֆիջի ջրի բրենդինգից ավելի լավ բրենդինգ ստանանք, նեյմինգից էլ լավ նեյմինգ ստանանք, դնենք և փորձենք վաճառել, կվաճառվի, չէ, ու լիքը բաներ պիտի պահանջի, որ վաճառի, լիքը աշխատանք, լիքը բան, որովհետև արդեն Ֆիջի ջուրը ինքնին արդեն թիրախավորել է, ինչի համար է ինքը տենց, ինչի է ինքը տենց թանկ պահանջված, ինքը էմոցիա է վաճառում, իր բրենդն է վաճառում, ինքը ջուր է, լավ ջուր է, դուք էլ կարաք լավ, չեմ ասում վատ արտադրեք ջուրը բացես ինքը, չգիտեմ, նեխացա կամ բանա, դրա մասին չենք խոսում ենք, երբ դուք ունեք նորմալ պրոդուկտ, այս մինիմալ պահանջն է, որի մասին չենք քննարկում, հա, երբ որ ես խոսում եմ դրա մասին, մարդիկ մտածում են կարելի է զիբիլնել, բնականաբար ոչ, դրա մասին չենք խոսում, բայց ճաշակների տարբերություն կա, մնացած արդեն դուք էմոցիա եք վաճառում։ Եվ թերևս մեր հաղորդման վերջին հարցը երբեմն թվում է, թե մենք ենք երեխաներին սովորեցնում կյանքը, բայց իրականում նրանք են սովորեցնում մեզ ամենաթանկը, անկեղծորեն սիրել, անկեղծ լինել,
Ինչ է ձեր համար նշանակում որպես առաջնորդի, որպես գործարարի համար երեխաների հետ այդքան շփումը, սերը երեխաների հանդեպ ինչ է տալիս դա ձեզ։ Այդ տալիս է այն, երբ դուք ասում եք ոնց եք հանգստանում, երբեք ինչից եք հաճույք ստանում, դա իմ համար ամենահաճելի զբաղմունքն է։ Եթե օրինակ չգիտեմ, ինչ որ մեկը պատկերացնում է, որ ինքը կարա գնա նայի, չգիտեմ, հայտնի մի հատ աստղի համերգին կամ չէ, մեկը զանգել էր ընկերներս կլինի Լոպեսի համերգի, պես ճարես, դա ասում եմ, կարամ մի հատ հեսա հասկանամ ինչա, բա դու քեզ վերցնդ, ասում զարմանում են, այսինքն ես ասում եմ այդ ժամանակը որ պիտի գնամ նստեմ այնտեղ լսեմ, ես թողնիկիս կվերցնեմ կգնամ, ես դրանից ավելի հաճույք եմ ստանում։ Այս ամենակարևոր բանն է, դու ինչից ես հաճույք ստանում։ Ես հաճույք եմ ստանում երեխաների հետ շփվելուց, փոքրերի հետ շփվելուց, որովհետև իրանց հետ լրիվ անջատվում ես, որովհետև իրանց հետ խոսացածը, իրանց հետ արածդ հումորը, հիմա նույնիսկ հիմա ձեր հետ խոսելուց բնականաբար ինչ-որ բաներ գցում բռնում եմ, չէ՞, սա ասեմ, թե սա չասեմ, թե անկեղծ լինի, ինչքան էլ անկեղծ ազրվից է, բայց վերջի վերջո դա էթեր պետք է գնա, մի բան ասես, երեխաների հետ ինչ ուզում ես խոսիր, սրտից եղած ասա, սրտից եղած հումորն ասա, իրանց լսի, իրանց հետ դու էլ դառիր երեխա, ակրվիր եւ լիցքաթափվիր։ Շնորհակալություն, Ձեզ պարոն շնորհակալություն։ Մելքոնյան։ Վստահ եմ, որ մեր հյուրի մտքերը, փորձառությունները եւ խոսքերը ձեզ ոգեշնչեցին, ստեղծելու, առաջ գնալու եւ կյանքը վայելելու մոտիվացիա տվեցին։ Իսկ դուք մնացեք հետաքրքրասեր, հետևեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաղորդումները։